աշխարհահռչակ բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանի հետ։ Պարոն Խաչատրյան, դուք այսօր գրառում էիք արել, դատապարտելով Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակը, քչերն են անդրադառնում, հատկապես սպորտի հետ կապ ունեցող մարդկանցից քչերն են անդրադարձել։ Ինչ կարող եք ասել սրա վերաբերյալ։ Ճիշտ ասած, դա ահավոր վատ բան ա եղել, ինձ արդեն շատ տեղերից մեր նախկին սովետական միության երկրներից էլ, Եվրոպայից էլ, Ամերիկայից էլ շատ ընկերներ զանգել են, ասում այս ինչ խայտառակություն է։ Մեր երկրում թվով չասեմ քանի նախարարություններ կա, երևի ամենալավ գործած նախարարությունը սպորտն է, սպորտի նախարարությունն է, սպորտը։ Նկատում եք ՀԱՕԿ-ը։ Դե փոքրիկ երկր լինելով հանդերձ, մեզ երկրների հետ տարբեր սպորտաձևերում այդքան արդյունք են տալի։ Իսկ այդ գործի մեջ բավականին մեծ ներդրում ա ունեցել Ծառուկյանը, իրականությամբ, պատերազմի տարիներին, ժամանակներին, մարդը ջոկատներին օգնում էր, ամեն ինչով օգնում էր, այդ ձևի մարդուն էլ գցում եք գետնին, տենց անհարմար չէ, դա խայտառակություն էր մեր ազգի, մեր թեկուզ իշխանության համար, որ ամոթ չի, ինչ երկիր է, իրանց բարերարին ես ինչ էր անում, ահավոր ցավ տարա ես, ոչ միայն ես, այդքան զանգողներ են, տեսնում ենք, բավականին ժողովուրդը ցնցված է, ամոթ է, գեղեցիկ բան չարի։ Անհամաչափ ուժի կիրառման հետ կապված այդ տեսանկյունից եք ասում, թե առհասարակ, որովհետև օրինակ կար տեղեկություն, որ նույն այդ ԱԱԾ-ի ծառայողները ժամանակին հրաժարվել են Արայիկ Հարությունյանի կանչով գործողությունների մասնակցել Արցախում։ Ես այդ պահերով շատ չխորանամ, այն որը ես տեսել եմ, տեսնում եմ, գիտեմ, այդ պահերով կարամ խոսամ, այնտեղ կարող է մի բան այսպես չի եղել։ Իրենց ոնց ասել են, այդպեսի կատարել են։ Պետք է հրամանը չկատարել։ Ուղղակի ֆիլմը այդ շոուն, որ ցուցադրում էր, վազելով կան, տենց ջոկատով ներս մտնեն եւ այլն։ Ահավոր շոու էր դա։ Անել ում դեմ մի մարդ, որը որ իրականությամբ նվիրված մարդ է, այդքան բարերար մարդ է։ Մեծահարուստներ մենք շատ ունենք։ Բայց այդ բարերարները ինչ են արել, ինչ են անում։ Այդ մարդը սպորտի մեջ ամենաուժեղ նախարարությունն է, որ սպորտի մեր մարզիկները բոլոր սպորտաձևերում արդյունք են ցույց տալու փոքր երկիր լինելով հանդերձ։ Նաև իր ընտանիքի հետ կապ ունեցող գործարաններ են ըստ էության փակվել, հիմա նորից պետք է վերաբացվեն եւ այլն։ Այսպիսով նաև հասարակ քաղաքացուն չեն, հասարակ աշխատողին չեն փաստի առաջ կանգնեցնում։ Ահավոր ձևով ես ասեմ, ես այդ գործում պրոֆեսիոնալ եմ, վաստակավոր գործազուրկ եմ, ես երկար տարիներ, ես սաղ կյանքում մի տարի 2 ամիս եմ աշխատել, սաղ կյանքս։ Ամեն հեղափոխությունից առաջ, խոսքի իշխանություն փոխվելուց առաջ, միշտ ակտիվ մասնակցել եմ, ես գիտեմ, թե հեսա մի գործել ինձ կտանա, պարսագույն ավարտեմ, 70 երկիր մանեկազբան, այդ իմ ցավերից մեկն է, այսօր ցավում եմ, որ ցեմենտի գործարանն է, կանյաշն մարդիկ պետք է գործի չգնան, բան մարդիկ ինչով են ապրելու, իմ օրին են ընելու, ես դա երկար ժամանակ արդեն պրոֆեսիոնալ եմ, անգործ ապրեմ եմ, եթե մարդիկ ոնց են ապրելու, ես էլ չգիտեմ։ Դուք ակցիաների, այսպես հեղափոխությունների նաև փորձ ունեք, ես հիշում եմ, որ ժամանակին Փաշինյանի հետ միասին նաև դուք էիք քաղբանտարկյալ, այդ օրերին ձեզ առնվազն այդպես էին ասում, հիմա փաստորեն Փաշինյանը այն ինչի մասին ինքը ժամանակին գոռում էր, հիմա իրագործում է, այսինքն այդ նույն միջավայրը ստեղծում է հիմա էլ փաստորեն բավականին մեծ թվով մարդիկ կան, որոնց անվանում են քաղաքական պատճառներով կալանք կրողներ։ Ճիշտն ասած, այդ կալանք կրողներն ես միշտ դեմ եմ եղել, որ կալանքի կարող էր օրինակ Ծառուկյանի բանաստված այն որ պետք է արվի օրենքի սահմաններում ես կարող են գնալ մարդն էլ համաձայն կլեր, էսա նորմալ ձևով կանեմ, բայց խայտառակին, դա խայտառակություն, Նիկոլ, հիշում ես, քեզ այն ինչ
Դաժե Նիկոլին որ ազատում էր, ես գնացել եմ դիմավորել եմ Բերդից։ Իր մասին էլ հոգացել եմ, ինչեւ Մոսկվա էլ գնացել եմ, այլ տեղից խոսացել, այնտեղից զանգել են Բերդել, որ իրան նեղություն չտա, ընդհանրապես ով այդ Բերդերյանը նման կալանավորում են, ես նրանց մասին միշտ հոգում եմ, անկախ նրանից այսօր Ծառուկյանն է, թե նախկինում Նիկոլ Փաշինյանը։ Դա սխալ բան է, մենակ կալանավորվելով չի, այդպես բան են անում։ Հա, իսկ Ես այդտենց ընդհանուր չեմ ուզում քաղաքականությունից Ձեր խոսել։ երբեմնի ընկերոջը Փաշինյանին ինչ կասեք։ Դե մենք ընկեր չենք եղել, մենք պայքարի ընկեր ենք եղել։ Իրան ինչ պետք է ասեմ, անհարմար է։ Ձեր պայքարը այսպիսի միջավայրի այսպիսի Հայաստանի համար է եղել այն ժամանակ։ Աղջիկ ջան։ Թե դուք եք խաբվել։ Բնական է, ես որ ասում եմ վաստակավոր գործած, ես էլ ամեն հեղափոխության մասնակցել եմ, գոնե մի հատ համապատասխան գործելի, ես էլ տուն պահեմ, վարձով ապրող տուն եմ, անտուն, անտեղ մարդ եմ ես։ Մի հատ տուն էլ ես ունենամ, անհարմար չի, դա լավ տունը հեչ, աշխատանք ունենամ, որ այսօր ես ցավում եմ առավել ևս այն գործարաններն, որ պետք է գործազուրկ մնան, բա դրանց աշխատավարձով է տվողը։ Կամ գոնե որպես երբեմնի պայքարի ընկեր ճանաչեն, չէ՞, ըստ էության։ Դու չէ, ես պետք է չճանաչեմ, ցավը տանեմ։ Մեր ժողովրդի մասին մտածեն, մեր այն սահմանների մասին մտածեն։ Մենք ահա որ վտանգված ենք։ Մտածենք, թե պատերազմը ոնց են կանխելու, որ մեր հետ չլինի։ Այդ զոհերի ընտանիքների մասին թող մտածեն։ Ես ոնց ասես մի ձևով կապրեմ, հարցը չի։ Այսինքն դուք կարծում եք, որ պատերազմը այնուամենայնիվ լինելու է, Չի բացառում։ որտեղ պատերազմները հետաձգվում են, եթե վտանգը կա եւ ոչ թե վերանում չէ վտանգը։ Ահա որ մենք վատ վիճակում ենք։ Երկիրը շատ վատ վիճակում է, ես վատ բանով չեմ ասում, ով ասեմ sense մարդկանց վախացնեն այսպես, չի։ Պետք է ամեն րոպե պատրաստ լինենք։ Բայց այս ձևի ղեկավարով չենք կարող մենք։ Իսկ հիմա եթե համեմատեք, էլի քաղաքական դաշտը հիմա եւ նախկինում, երբ որ դուք այսպես պայքարի առաջամարտիկներից էիք եւ նաեւ դուք էլ հայտնվեցիք։ Մի բան ասեմ, 4 ղեկավար ենք ունեցել, ամենաահավորը էս վերջինն էր։ Այդքանով կաշ կոնկրետ կարող եմ ասել։ Այսպես չէր կարելի հայրենիքի պետության հետ վարվել։ Իսկ այդ պայքարի ընկերները, որ ժամանակին եղել են, ամեն մեկն իր նաեւ Դե ինչ գիտենք, պայքարել ենք, ցանկացել ենք, որ լավ էլի ոչ մի բանի էլ չհասանք։ Լավ, մի հատ տեսուց է տարվար մեջ, ինչ է կարել։ Օրինակ իմ կյանքում բան չի փոխվել, չգիտեմ մյուսների մոտ այ ոնց է եղել։ Իրենց կյանքում անձնականի եմ ասում, ես փոքրիկ բան, էլի մեծ գլոբալ քաղաքականության բահերով չեմ ուզում խոսացած լինել։ Դա համապատասխան մարդիկ կան, կարող նստենք իրար հետ վիճենք։ Ինչ են արել, ինչ են արել, բան չեն արել։ Կանոն հայրենիքի բան չեն արել։ Հայաստան երկրի։ Այդ չկրկնենք, Արցախը տնին սահմաններ, ես են իրանց նայեմ բերան, այդ կռիվների տարիներն գժանոց, այնտեղ։ Այսինքն դուք Իրանցում այնտեղ նաև մասնակցել եք մարտերի։ Այնտեղ ոչ միայն մասնակցել միայն, այնտեղ տեղացիների հետ միասին Վազգեն Սարգսյանի հետ կապը պահած, այնտեղ մթան։ Ես ղեկավարում էի ոսկե բարիկադիվներ, իրանցիներ։ Հետո այն ժամանակ ես հարուստ մարզիկ էի, զինում էի, կարողանում էի ստեղծել, ամեն ինչ անում էի։ Հասկացանք հիմա։ Ես ոնց որ ինձ գովեմ, իմ մասին խոսամ, չէ, հայրենիքի մասին, ինձ ոչինչ պետք չի։ Ես վաղն էլ կարող եմ վեր կենամ, երկրից կենամ, անդեղից կողնեմ ստեղ։ Իսկ ժողովրդին ինչ կասեք։ Ահա որ պահը եկավ պետք է բոլորը մի մարդու պես։ Դուրս գանք մեր դժգոհությունը արտահայտենք։ Դժգոհությունը արտահայտենք, թե պաշտպանենք օրինակ մեր սահմանը։ Դե պաշտպանել էլի դժգոհությունը որ արտահայտում ես, դրանով պաշտպան։ Չէ, որովհետև գիտեք ինչ եմ ասում պաշտպանենք, որովհետև փորձում են հիմա այնպեսի տպավորություն ստեղծել, որ գիտեք ազգն է հանձնել Արցախը, ազգն է այդ սահմանազատմանը կողմ եղել եւ այլ, այսինքն
Դուք էլ այդ ազգի մի մասնիկ եք, դուք կողմ եք եղել, դուք համակերպվում եք այդ իրավիճակի, դուք ձեզ համարում եք այսպես պարտված ու վերջ ու այդ պարտության քողից երբեք չենք կարող, հա, դուրս գալ, որտեղ սա են մեզ փորձում ասել։ Դե սխալ բան են ասում, այդտեղի մարդը պետք է մեր եկի հիշի։ Ինչ ասել։ Չէ, միայն իշխանական շրջանակը չի ասում, նաև ընդդիմադիր շրջանակներ, Ես քանի անգամ քաղբանտարկյալ որպես նստել եմ, քաղբանտարկյալ դատարանով եմ ազատվել միշտ, հա։ Մի հատ էլ գնամ նստեմ։ Ինչ ասեմ։ Օրինակ այսօր Ծառուկյանին այդ պահապորարելն է, ես շատ կուզենայի Ծառուկյանի պահով ասի ամոթ հա, անհապաղ բաց թողեք։ Եթե չեք բաց թողալու, այն գործազուրկներով բանով ես էլ կմիանամ իրանց, ինչ ասեմ, փողոց դուրս գանք։ Տենց կլինի, անպայման պետք է ժողովուրդ ջան, որ զգուսեմ։ Կոչերով չեմ ուզում տենց խոսամ, էս, անհարմար է, ամոթան մեր ազգին խայտառակն ենք։ Ես սա 70-ից ավել երկիր եղել եմ աշխարհի որ անկնացել եմ մեր հայրը լավ ապրում։ Այնտեղից էլ միշտ ստեղ օգնել եմ։ Ես էլ ոնց եմ ապրում։ Դրսի փողեր ա գալի, որ ես ապրեմ եմ ստեղ։ Կներեք, խայտառակում ենք նաև այն իմաստով, որ օրինակ հակառակորդը միջև հիմա մեր որոշ սուվերեն տարածքներում է նստած, բայց մենք թիրախ ենք ընտրում այստեղ, հա, Ահա որ այն ա, որ այնտեղ թուրքերը նստած են, ստեղ էլ այն մարդուն, որը որ օգնել է պատերազմ են բան, նրան մի հատ գետնին տապալում ու տանում են, ու ցույց են տալիս շոու են անում։ Դա անելու բաներ։ Եթե տապալել, ապա հակառակորդին էս։ Հա, իհարկե։ Ես մեծ սիրով այս բանը 4 հատալ էր, պատկերացրու այնքան տրամադրության 4-ներ գետնին կտապալեի բանի էլ եւ այս ծեր հասակում բիծահալով։ Վերջը, թշնամի ազգից որել էր։ Ինձ բախտավիճակի աշխարհի առաջ 4 թուրք եմ ծնկի բերել։ Էլ չհաշված Բաքվմել են, Ադրբեջանցի են, սովետականություն։ Կրված չկամ իրենց։ Որտեղ ստացվում է մենք պատրաստ ենք ներել քնած մարդուն կացնահարողին կամ իրենց այսպես հա ազգին, բայց մենք պատրաստ չենք միմյանց հետ համերաշխություն գտնել։ Իմ նման շատ մարդիկ կան, իմ տարիքի պես մարդիկ շատ կան, ես սաղ կյանքում մի տարի 2 ամիս եմ աշխատել իմ երկրում։ Մի տարի 2 ամիս, 3 ամիս վերջը։ Վաստակավոր գործազուրկ կանոն ասել կնքելը Վազգեն Սարգսյան։ Այսինքն առաջինը մի հատ ներքին համերաշխություն, խաղաղություն, նոր դա նորմալ է։ Ոչ իրական խաղաղության թեզեր է։ Ակադեմիկին ոնց որ գործ չտան, գործ չունենա, մեծ վարպետին են տաղանդավոր ուսուցիչին գործ չտան, չթողան աշխատի բան։ Ես էլ իմ գործի վաստակավոր մարզիկն եմ։ Ոչ գործ ունեմ, ոչ տուն ունեմ, անտուն, անտեղ բրազյակա, ինպես տասնյակ հազարավոր մարդիկ են այս երկրում։ Ես լաց չեմ ելեմ փառք Աստծո։ Այսինքն ցանկացած համակարգեր ըմբոստներ չի սիրում, ըմբոստների չի սիրում։ Գիտեմ, դրա համար ինձ ոչ մի բան էլ ոնց այս ամենն ու իմ նման լիքը կրված տղեկ կան։ Այսօր են մարտական եղբայրություն են երիտասարդներն ստենում, երկրապահ բան գործազուրկ։ Հայրենիքը ես չհասկացա մեր տեսակինն է, մեր նմաններինն է, պետությունը թալանչիներին է։ Էդ է դուրս գալի։ Կներեք, ես տենց լավ չեմ խոսում, ասեմ բաներ գցեմ, բայց մեջը շատ բան կա, չեմ ուզում արտահայտել։ Բայց այս տարիները նաև ձեր վճռականությունն են ոնց որ կոտրել, որովհետև հիմա թերահավատորեն եք խոսում։ Այն ժամանակ օրինակ բանտարկյալի կարգավիճակում ավելի հավատով էիք խոսում, որ ինչ-որ բան հնարավոր է փոխել, հիմա արդեն Դե այն ժամանակվանին գործ չենք, բայց այն ժամանակը, որ ես նստել եմ, այն ժամանակվա իշխանությունից էինք դժգոհում։ Բայց համեմատական այն մյուս այն բոլոր տարիների, սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից վերջացրած մեր Հայաստանի Ռոբերտ Քոչարյան, մեր Հայաստանի Սերժ Սարգսյան, ամենահավուրը է սա։ Բայց եթե նրանք սխալներ առաջ չլինեին, ինքը չէր լինի, չէ՞։
այնպիսի սխալներ, որոնք օրինակ ժողովրդի հիմա չի կարողանում ներել։ Հենց այդ պահով իրանց պահից ելնելով, իրան չուզելով մենք ընտրեցինք Նիկոլին։ Իրեն չուզելով մենք ընտրեցինք Նիկոլին, ասենք լավ կլի, բայց ինքը տարի եկա ժամանակ, հետո այս ընտրությունները բոլոր տեղերը տեսել ենք, շրջել ենք, ահավոր խախտումներով ընտրություններ անցկացրել։ Բայց խախտումների մասին անդադար խոսում, բայց ես հիշում եմ, որ դուք օրինակ հրապարակներ եք լցնում ընտրություններից հետո, չէիք ընդունում այդ արդյունքները։ Հիմա ես չեմ ասում չէիք ընդունում ոչ թե միայն իրավական ճանապարհով վիճարկելով, այլ չէիք ընդունում նաև փողոցում տևական ժամանակ։ Հա, հիմա ես չգիտեմ, ես ինչա կատարվում, անկեղծ եմ ասում, մեզ քաղաքականությունով ես չեմ զբաղվում, ես թեթև ես իմ անձնական պահով օրինակը բերեցի, որ ինպես տասնյակ հազարավոր մարդիկ են այդ վիճակի, ահավոր է։ Իսկ թե հիմա կհելնեն, չեն հելնի, օրինակ մեծ կազմակերպությունը մարդավորը, որ լավ ճանապարհներ անցել, տաշիր, վերջը չեն ցանկանում ոչ մեկն էլ որ անուններ տան, տաշիր ասեն, ծառոկան կաղոթեն, մյուսը, այդ կուսակցություններ կան։ Խախտումներով վերջը այսօրվա իշխանությունը անցել է։